Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Անտիֆեյքի հետ մենք և Պետրոս Ղազարյանը շարունակում ենք աշխատել ձեզ համար ներկայացնելով Ղազարյան vs. Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Պետրոս Ղազարյանի դերակատարում այս հաղորդման մեջ կայանում է դրանում, որ ինքը հանրային հեռուստաընկերության տաղավար է հրավիրում մեր հաղորդման տեսանկյունից շատ հետաքրքիր և արժեքավոր հյուրեր։ Դրա համար մենք Պետրոս Ղազարյանին մեր նախագծում կարգել ենք նյութատեխնիկական մատակարարումների բաժնի պետ, որը մեզ մատակարարում է որակյալ նյութերով։ Այս անգամ նա մեզ մատակարարել է Դանիել Իոաննիսյան։ Բաժանորդագրվեք Անտիֆեյքի YouTube-յան ալիքին, հավանեք և տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, իսկ Donation Alerts, Patreon, Super Chat, բանկային փոխանցումներով օգնեք Անտիֆեյքին այս և մյուս նախագծերը թողարկելու համար։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Դուք գիտեք, որ մի շարք հոգևորականներ տարվել էին քննչական կոմիտե, կալանավորվել են Արագածոտնի թեմի առաջնորդն ու թեմի դիվանապետը, գլխավոր հաշվապահին կալանավորելու միջնորդություն ևս ներկայացվել է, ու այս պայդրությամբ դատարանի որոշում դեռ չկա։ Այս կալանավորումները կատարվել էին իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի հայտարարության հիման վրա եւ այսօր մեր Դարի Դանոս գրողը մեր տաղավարում է։ Բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Դարի Դանոսն է, էլի, Դարի Դանչոն, Դարի Դրոնչոն։ Բարի երեկո, շնորհակալ եմ։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ինչու եք Դանոս գրել եկեղեցու վրա։ Տեսեք, եղելությունը հետևյալն է, այստեղ այս տաղավարում ենթադրում եմ հենց իմ աթոռին նստած Հովանավանքի հոգևոր հովիվը սեպտեմբերի 16-ին հայտարարեց, որ 21 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ իրեն եւ ըստ էության այլ անձանց եկեղեցու ներսում պարտադրել են մասնակցել քաղաքական ուժերից մեկի հանրահավաքին։ Մենք տեսնում ենք այդ հայտարարությունը, սեպտեմբերի 17-ին մենք այդ հայտարարությունը տեսնում ենք, մենք նայում ենք, որ այդ արարքը քրեականացված էր 21 թվականի մայիսից, նախընտրական քարոզարշավը հունիսին էր, մայիսից այդ արարքը քրեականացված էր, մենք ուղարկում ենք գրություն դատախազություն, ասում ենք հարգելի դատախազություն, ձեր ուշադրությունն ենք հրավիրում այս հայտարարության վրա, սա հայտարարությունը հանցագործության մասին։ Հիմա մի հատ սենց բան հասկանանք, էլի։ Հանրահավաքը կազմակերպողն եղել է ուրիշը, հանրահավաքին մասնակցող եղել է ուրիշը, եթե ինչ-որ մեկը մյուսին ասել է գնա կամ մի գնա, էդ եղել է ուրիշը, դատախազությունն էլ ընդե նստած է, իրավապահներն ընդե նստած են։ Դու ինչ ես ընկի արանքը, մատ ուզում եմ հասկանամ, դու ինչ կապ ունես։ Իրադարձությունն էլ եղել է 2021 թվին։ Հիմա այդ նույն Պետրոսի հետ հաղորդումը խոսքը անտեր Հարամի, որը հետո վերադարձավ իր ճիշտ անվանմանը Ստյոպիկի մասին է, Ստյոպա Ասատրյան։ Ստյոպա Ասատրյանի հարցազրույցը Պետրոսի հետ, ոնց որ դու ես տեսել, հենց էլ տեսել է դատախազությունը, հենց էլ տեսել է ոստիկանությունը։ Դու ինչ ես ելենգի, մատ ուզում եմ իմանամ քո շահագրգռվածությունը, քո դերակատարումը, ստե որն է։ Սա է եղելիությունը, սա մի բան է, որը մենք անում ենք միշտ։ Այսինքն մենք այս դեպքում որևիցե ավել տեղեկություն չունեինք, թե ով է այդ պարտադրողը եղել, այդ պարտադրանքը եղել է, չի եղել, որևիցե ուրիշ դետալ մենք չենք տիրապետում։ Բա որ չես տիրապետում։ Ընդ հանցակազ որտե տեսար։ Բա հանցակազ կարաս տենաս ընդ երբ որ իրողությանը տիրապետում։ Ասենք բա դու չես մտածում, որ այս Ստյոպիկը սուտ է ասում։ Ասենք դրա երեսին նայողը տենում է, չէ՞ որ դա իր կյանքում ճիշտ բան ասած չկա։ Օրինակ դու չես մտածում, որ նրա ասածը ճշմարտություն, այլ ոչ թե սուտ, մանավանդ որ ոչ կոնկրետ ասում է ում կազմակերպած հանրահավաքի, ոչ կոնկրետ ասում է ամսի քանիսին, ոչ կոնկրետ ասում է թե իրան ով է ուղարկի այդ հանրահավաքի, ոչ կոնկրետ ասում է թե ուղարկելուց ինչ միջոց է ձեռնարկե, որ ոչ մի կոնկրետ բան չի ասում։ Դու որ կոնկրետ բան չի ասում, սա սուտ է։ Էլազնը եղել է 5 տարի առաջ, 4 տարի առաջ։ Դու ինչի դրա մեջ հանցակաց տեսար։ Մենք դա անում ենք միշտ։ Սուտը մեռնի թե դու դա անում ես միշտ։ Բա որ գրել է ես իմ Facebook-ում, որ Թալինի քաղաքապետը տգետների դպրոցի սեանսին շրջաբերական նամակագրե
իր ենթակա կազմակերպություններին, ասելա բոլորդ գրանցվեք, գնացեք մասնակցեք, ով որ գրանցվելու խնդրեմ ունենա, թող զանգի ես ինչ համարով քաղաքապետարան ես ինչ աշխատակից։ Բայց դա զորով հավաքի ուղարկել չի։ Մենք դառնում ենք միշտ, բայց դառնում ենք միշտ։ Ինչի է ժամանակ չեր գրե դատախազություն հանցագործության մասի, որ դու միշտ ես դա անում։ Բայց եթե հրապարակային ինչ որ մեկը հայտարարում է, որ ժողովրդավարական կարգին դեմ ուղված հանցագործություն է եղել, մենք միշտ վերցնում ենք այդ հայտարարությունը եւ ուղարկում ենք դատախազություն, ասում ենք հարգել դատախազություն քննի այս դեպքը։ Արա դու ժողովրդավարության հետ ինչ կապ ունես, աս բախտիդ յար։ Ուրեմն այս երկրի սաղ այդ ժողովրդավարական այդ ինստիտուտների տոտալ կազմաքանման պայմաններում քո ժողովրդավարության դեմ հանցագործությունը եղել է Ստյոպա Ասատարյանի հանրահավաքի մասնակցությունը, որին ոչ մեկ այդ հանրահավաքին հələ չի տեսել։ Շատ ծանր հարված հայկական ժողովրդավարությանը Պետրոս Ստյոպան մասնակցել է հանրահավաքին, որտեղ ոչ մեկ իրան չի տեսել։ Ինչպիսի ծանր հարված հայկական ժողովրդավարությանը։ Դու կարող ես տանես այդ հարված։ Դե լավ ինձ ցաշի տղամարդը քեզ նորմալ պահի։ Յա։ Հավաք պահի քեզ։ Յա։ Կորուստա հիմա ժողովրդավարությունը մի մեծ բան չի։ Մենք դա միշտ անում ենք, դա ստանդարտ ընթացակարգ է մեր կազմակերպությունում։ Ամիսը մի քանի տենց դեպք լինում է, այս ընտրությունների ժամանակ իհարկե շատ ավելի շատ են այդպիսի դեպքեր լինում։ Հա, օրինակ ասեք ընտրությունների ժամանակ, որ Տարոն Չախոյանը գնացել էր ու մասիվի հանրահավաքին, հերթով նկարում էր, ասում էր՝ «Տիկին ջան, դուք որտեղից եք»։ Ասում է՝ «Այսիշ մանկապարտեզից ենք»։ Ասում է՝ «Ձեր կոլեկտիվը բոլորդ եք եկել»։ Ասում է՝ «Հա, բոլորս ենք եկել»։ Այսինքն մանկապարտեզը քաղաքապետարանի ենթակա կառույց էր, հանրահավաքը Տիգրան Ավինյանին էր, որը քաղաքապետի պաշտոն։ Այսինքն Գերել ես այդ ժամանակ դիմում դատախազություն, որ հավաքին զորով վարչական ռեսուրսը շահագործելով, կոլեկտիվներով, խմբերով մարդեն բերե ապահովե։ Գերել ես թե չես գերել։ Սուտը մեռնի թե դու գերել ես։ Միշտ ուղարկում ենք, որ քննեն, մի էքստրաորդինար տարօրինակ բան չկա։ Չենք էլ հիշում նույնիսկ որ ուղարկել ենք։ Այս ձերբակալությունները, որ սկսեցին, ես էլ ինքս գործուղման մեջ էի Վարշավայում։ Այ մարդ ինքնելուց ես լուրերը նայում այ մարդ ասում է տեն ասես ամբողջ Արագածոտնի թեմի հոգևորականները իդ ինչ խմբային հանցանք են գործել որ սրանց բոլորին մի օրում ձերբակալել կալանքի միջնորդություններ բոլորին խուզարկություններ ԱԱՑ դիմակայություն աս ինչ է արա ում են սպանել դրան բարձում է 2021 թվին Անը ասելա եկելա կոմոստից 25 թվին ասելա որ 21 թվին ինքը գնացել է հանրավակ ջանդան որ գնացել է կամ չի ում մեր պետ ոչ մեկ ընդ Եկելոս այ մարդեն ասել չէ մեր ինչ է պետք հա նոր հիշում է որ իրանք հաղորդում են տվե հանցագործ ու էսի մարդկանց հիմարի տեղ է էլի ուզում դնի իր այս հալով ադրբեջանցիների հետ բազարների մեջ էինք, այսպես ասած, վերջը մտքովս չեր անցնում, որ ձերբակալությունները կապ ունեն մեր հաղորդման հետ։ Արա, որ դու ադրբեջանցիների հետ բազարների ես, բազարը առևտուրն է, գիտես, բայց բազարը բանից նշանակում է շուկա, ասենք ադրբեջանցիները որ դու բազարում ինչ ես ծախում։ Նիկոլ Փաշինյանը հասկանանք, այն բազարեն, կառալոկ ծախող գլխարկ դնում, այդ հիմա հայրենիքն է ծախում, Ղարաբաղն է ծախում, հետո Տավուշն է ծախում, հետո Սյունիքն է Դու ինչ ես ծախում ադրբեջանցիներին։ Այդ բազարների մեջ ինչ քու տալի քառնելիքի ինչ է։ Գոնե փողոց տալիս են։ Պրյամո են տալի թե չերես արտասահմանյան ֆոնդեր։ Դրանք խելոք կլինեն, սոկարը քեզն չի պետք է միանգամից անի փող տա։ Այնա կտա մի հատ ժողովրդավարության զարգացման չգիտեմ ինչ հիմնադրամի, այդ հիմնադրամը կտա էլի, խո հիմար չանեն միանգամից տան։ Զորույցը խնդիր ես չեմ տեսնում նրանով, որ մեր հաղորդման հիման վրա այս ձերբակալությունները լինում են։ Ոնց եք նայում, որ ձեզ ասում են դանոս գրող, իսկ Տեր Արամին, որ այդ մասին բարձրաձայնեց, ասում են Հուդա, Դավաճան։ Եկեք սկսեմ Հուդայից, հա։ Հա, քեզ հոգեհարազատը Հուդան կլինի։ Հուդայից սկսի։ Եթե Տեր Արամը Հուդա, եթե ընտրական հանցագործության մասին հայտարարողին Հուդա են անվանում, իրանց ասած ինչ է, որ Քրիստոսն է ընտրական հանցագործություններ գործող անձեղել։ Մի րոպե, դու Քրիստոսի անունը մի դու չի կարելի։ Դու իհարկե անաստված ես, դու
Բայց մենք հավատացյալ մարդիկ ենք, չի կարելի Քրիստոսի անունը տեղին անտեղին տալ։ Հուդա դրա համար չեն ասում Սյոպային։ Սյոպային Հուդա ասում են եկեղեցուն դավաճանելու, վեհափառին դավաճանելու, մայր աթոռը դավաճանելու։ Հուդան ի՞նչ է դավաճանը։ Հիմա ինքը դավաճանությունը արե։ Դրա համար էլ ասում են Հուդա, հայրենիքը այդ դավաճանությունն է ասոցացում Հուդայի հետ։ Թե ինքը ինչ գալաթա արե, այդ գալաթի մեջ արելա թե չի արե, ինչ արե, էդի Հուդայի հետ կապ չունի։ Եղավ։ Անցեն երկրորդ մասին, այդ Հուդան չստացավ։ Հուդան վերաբերում է իր քրիստոնեական արժեքներին դավաճանությանը։ Դա քո խելքի բանը չի, դու կապ չունես քրիստոնեության հետ, եկեղեցու հետ, դա քո խելքի բանը չի։ Դու անցի այն մյուս մասին, հաղորդում հանցագործության մասին։ Տենանք հələ դրա հետ դու ինչ կապ ունես, դե ինքը մասնագետ է։ Ժողովրդավարության մասնագետ է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ, որը բարեբախտաբար ֆիզիկայով մեծ ժամ հələ չի զբաղվել։ Բայց ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ խեղճ մարդ, որ պիտի դրա իրավունքը սա պաշտպանի։ Մեկը խեղճել են ժողովրդավարություն։ Դե քեզ նորմալ բայ տղամարդու պես բայ ասի։ Մեռելա ժողովրդավարությունա մեռելա հիմա։ Սաղը մեռում է ժողովրդավարությունն էլա մեռը։ Քեզ հավաք պահի։ Ոնց կներեք Քրիստոսին մատնելը եւ ընտրական հանցագործին մատնելը նույն բանն է։ Այդ ոնց են այդ երկուսը նույն բան ասում։ Լսի, ընտրական հանցագործ նախ ընտրական process-ի մասին այստեղ խոսքը չկա։ Դու մի խառնի իրար։ Խոսքը վերաբերում է հավաքին մասնակցել։ Հավաքի մասնակցելու քրեական օրենսգիրք այդ հանցագործը, որ արդեն սաղին դատարանի պեչատ խփ, դենքն է, դատարան, մատարան մեր երկրում էլ չկա Պետրոս ջան, սաղ Դանիելն է որոշ։ Քրեական օրենսգիրքի հոդվածը 236-ն ասում է հավաքին անցկացնելուն կամ դրա մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը։ Օրինական կամ անօրինական հավաքի մասնակցելուն հարկադրել նանձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գոյքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով։ Էսա այդ հոդվածի հանցակազմը։ Հիմա որ այդ Սյոպան եկել էր Պետրոս, դու դրա վրա բռնության հետքեր տեսել ես, օրինակ կարող եմ մտածում ես քթից քաշել են, քիթե երկարել է, կամ ասած ակաժների ծերից բռնել են, ասես քաշել է, դրա համար ակաժները ասես սուր ցծվել է դրանից է։ Կարծում ես այդ բռնություն են գործադրել, ինչ են արել դրան, որ գնա։ Գասե գնացել է ջանդամը գնա, որ չի գնացել ջանդամը, որ չի գնացել։ Որդ են դրա նկատմամբ բռնություն գործադրել։ Ինչ պիտի լիներ նա այդ հանրավակին գնա։ Ընտրությունը սրա հետ ինչ կապ ունի, արա դու էլ խառնել ես ընտրություն։ Ընտրական հանցագործին են բարձրացնում Քրիստոսի մակարդակի, թե Քրիստոսին են իջացնում ընտրական հանցագործի մակարդակի, էլի, այսինքն Դանիել ջան, դու սատանա տղա ես, այ ցավը տամ, դու Քրիստոսի գործերից մի խառնվի, Քրիստոս սատանային պատժում է, ներ շան պատիժ է տալի։ Գործ չունես, հա, դու Քրիստոսի անունով մի դու մեղք ես, ջահել տղա ես, պատժի ես արժանանալ։ Բոլոր սատանաներն էլ պատժեն է, հիմա դու էլ չես պլստալու, Նիկոլն էլ չի պլստալու։ Այն դաժե այն ֆիկտիվ Գևորգ Պապոյան հետևի աչ ոտովել որ թարս խաչակնկվի միևնույն է պատժի արժանալ մի արեք արա տես բան չէ կներեք դա համեմատելի չի ինչ վերաբերվում է այսպես կոչված գործ տալուն դանոս գրելու այդ բան այստեղ եկեք հետևյալը հասկանանք Ստալինի ժամանակներում չգիտեմ 36 թվին 37 թվին Եթե ինչ-որ մեկի վրայով դանոս էին գրում, այդ մարդու Սիբիր գնալը համարյա թե ապահովված էր։ Դու այդ վաղտել ես արա դանոս գրել։ 36 թվին, բայց դու ծնված չէիր, 36 թվին դու ո՞նց ես դանոս գրել։ Արա դու հələ չծնված տեղդ արդեն դանոսներ ես գրել։ Ձերը ցեղականը, հա։ Երետելա գրել, հա, պապը տելա գրել, պապու պապն էլա գրել։ Բայց դու 36 թվի դանոսներից ի՞նչ ես տեղյակ։ Այն վաղտվանից գրում ես մինչև հիմա։ Դնում ես իշ։ Դու ասում ես դրա համար Պետրոս քեզ ասում եմ դարի դանոսչիկ հազարամյակի դանոսչիկ Դրա համար են անում դրա երևի Դանիել Այդ խոյն քրիստոնեական անվանումը չի Բոլոր Դանիելները քրիստոնեական անվանումով է իրան է դանոսչիկության որ կրճատը լինի դանչո Որովհետև չկար դատական համակարգ, ոչ բան չկար, դանոսը կա վերջ, արդեն դանոսը վճիռ է։ Այդ հիմա է այտենց։ Ինչ 36 թիվ, ինչ Ստալին, այդ ինչ որ ասում ես հիմա ստե Հայաստանում է այտենց։
Դու դանոսը գրում ես, էլի դատ, դու էլ ես ասում, արդեն հանցագործ է, էլի դատ, էլի դատարան, էլի պաշտպան, արդեն всё, նստավ, կալանա որ ումա սրբազանը լինի, ուզում է թեմի առաջնորդը լինի, ուզում է գործարարը լինի, ուզում է հասարակական գործիչը լինի, всё, դանոս գրել է Դանչոն հազարամյակի։ Գնաց։ Այդ հիմա է այդպես։ Մենք լրիվ ուրիշ հասարակությունում ենք ապրում, մենք լրիվ ուրիշ երկրում ենք ապրում, մենք լրիվ ուրիշ միջավայրում ենք ապրում։ Դանոս չի, սա իրավապահների ուշադրությունն հարգելի իրավապահներ։ Արա այդ իրավապահներն էլ Պետրոս, արա լրիվ էշի ականջը քնած։ Դրանք այդ որ եթե մեն փողոցները հանրավեն, շարման ուտում են, թանը խմում են, քունները տանում են, աշները կպեն, հեռախոսով էլ մի երկու հատ խաղմաղ են խաղում, շարիկ մարիկ են գլորում, կարտ մարտը, աշները կպնում, էշի ականջը քնած։ Հանցագործությունները աշկի առաջ 21 թվից ընտրական հանցագործություն ժողովրդավարության սպառնալիք։ Արա ոչ մեկը, ոչ տենում են, ոչ նկատում են, մինչև անտեր հարամը գալիս աստե, քեզ խոսում է, էլի դրանք արա նորմալ ժամը, prime time, հմեկ, փոխանակ նստեն, տելևիզոր, սաղորը նստած անտիֆեկով Ղազարյան versus Ղազարյանն, արա դու նայեք, բայց մի հատ էնել նայեք, արա, էնել նայեք տեսեք, արա հանցագործությունը վեղտում է, ոչ մի բան, մինչև այս մարդը մինչև դրսի ֆինանսավորումը ստանում է, նոր գրում է, մոռանում է, իդի գրում մոռանում է թուն Վարշավա բազարների, իսկ խաբարը չի լինում ինչա կատարվում, այսպես երկրում ենք հիմա մենք ապրում Պետրոս, ասենք հիմա անես մի հատ երկրում ենք ապրում, որ դաժե Դանիել Լիոնիսյանը ուզում է ամբողջ ժողովրդին ապուշի տեղ դնի, էլի, այդտենց երկրում ենք, դե ժամանակներում ենք ապրում մենք։ Դու էլ եթե ով որ իրան համաձայնա որ Դանիել Լիոնիսյանը իրան դնի ապուշի տեղ, թող գա միանա մեր Պետրոսի, որովհետև մեր Պետրոսը իրան տրել է ապուշի տեղ։ Այս գործի գլխավոր ապուշը համարում ենք մեր հարգարժան Պետրոսին։ Դե ես էսօր տեսած, ես համատում էին նաև Ստալինյան ռեպրեսիաներին օգնելու մեջ։ Ստալինյան ռեպրեսիաներ ունենք մենք։ Հա, բայց գիտեք, ուժեղացել են։ Գիտեք, ինձ ամենաշատը եթե մենք ունենայինք Ստալինյան ռեպրեսիաներ, ոչ մեկ չէր կարողանա ասել, որ մենք ունենք Ստալինյան ռեպրեսիաներ, որտեղ տենց ասողին, չգիտեմ, ոտերից կկախեն, ոտերից չեն կախի, կուղարկեին Սիբիր։ Կամ Սիբիր չկա հիմա, չգիտեմ, կուղարկեին ինչ որ տեղ։ Սիբիր չկա հիմա դեռ ռուսները լավ չի հարաբերությունները, Պետրոս ջան, գիտես, դու ել ես այդ գործի մասնակցել։ Սիբիր չեն ուղարկում են Վարդաշեն, ուղարկում են Նուբարաշեն, ուղարկում են կանանց ուղարկում են Աբովյան, այն ԱԱՑ բանում, բանտում, Արմավիր, Սիբիր չկա, Հայաստանի բանտերն են ուղարկում։ Հələ մեկը թող փորձի մա տարբերվող կարծիք ունենա, ասենք Դանչոյից կամ Նիկոլչոյից։ Այսինքն եթե իսկ հիմա մարդիկ կարող են հանգիստ հերոստատեսության եթերում ինչ ասել Ստալինյան ռեպրեսիաներ։ Այ Ռուսաստանում մեկը Ռուսաստանը շատ հեռու է Ստալինյան ռեպրեսիաների մակարդակից, բայց դասի Ռուսաստանը միա ասա որ մինչև քրեական օրենսգրքի փոփոխությունները պատերազմից հետո քրեական օրենսգրքում վիրավորանքը քրեականացված էր Պետրոս սրան բացատրի ես Դանոս գրող Դանչոյին որ միայն Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար միայն Նիկոլ Փաշինյանին 800-ից ավել քրեական գործը հարուցված եղել որոնցով ինքը բոլոր տեղերում տուժողա ոչ մի տեղ նույնիսկ չի հարցակվել, որովհետև չի կարող ամբողջ հանրապետություն։ Մեկը Facebook-ում մի հատ գրառում, մի բառ, միտեղ մի հատ կոմենտ, մի հատ բան քրեական գործ 800-ից ավել։ Մենակ Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ընդդիմադիր գործիչներին ով ինչ կվիրավորի, դա չի եղել։ Չէ, չկա, նման իրավիճակ կա, հա, իշխանությանը թարս խոսքացում ես վերջ քո ազատության վերջը տալիս ես։ Հայաստանը լսեն ասոն դիմադիր հերոստալիկ կա։ Ստալինյան, ման 36 թվին դիմադիր հերոստալիկ էր հերարցակվել։
Դի բանի հերոստալիկը ո՞րն է այդ բանն, հա, հայկական երկրորդ հերոստալիկն է, որը եթերազրկվել է, թե երկիր մեդիան է, որը եթերազրկվել է, հետո փակվել է, թե M լրատվամիջոցներն են, որը լրագրողներին պետական պահպանության աշխատողները ծեծում են ազգային ժողովի նիստերի դահլիճում, ծեծում են, լրատվամիջոցները շատ լավ է։ Հիմա մի երկու հատ YouTube-ն են թողել, էլ ինչի համար, որ մարդիկ կան խոսան, մեկի խոսածածով մյուսին բռնեն, մեկի խոսածածով իրան բռնեն։ Այսինքն իմ դեմ քրեական գործառույթ որ ես YouTube-ում եմ խոսե, բանը, հա անտեր հարամն էլ եկել ասից խոսե, որ Դանիել Լեոնիդյանը դրան բեր, այդ երկուսը թողել են մյուսներին բռնելու համար։ Կամ 36 թվին կարող է բան խորհրդարանում ընդդիմադիր խոսք լիներ, խորհրդարան չկար էլի, ինչի մասնախոսքից։ Հա, հիմա շատ լավ է խորհրդանում, Պետրոս, ուղղակի Դոնթի բանաձևը ոչ մի ընդդիմադիր որևէ պաշտոն չի զբաղեցնում, բոլորին հանրաժողովի նախագահների պաշտոնից հանել են, ընդդիմադիր ոչ մի падգամավորի նախագիծ նույնիսկ քննարկման չի դրվում ազգային ժողովում, նույնիսկ Հայաքվեի 58000 քաղաքացիների նախաձեռնությունը քննարկման չի դրվում խորհրդարանում, ընդդիմադիր գործիչներին ծեծում են, հիմա խորհրդան շատ ժողովրդական Դուք հիմա նկարագրում եք դրվագ, հա, բայց կա եկեղեցի եւ իշխանություն պայքար։ Չեք կարծում, որ սա անհնար է դիտարկել այդ պայքարի կոնտեքստից դուրս։ Եվ հենց այդ պայքարի կոնտեքստի ներսում են ձեզ ասում, որ սա դանոս էր, որ սա մատնություն էր, հուդայականություն էր, որովհետեւ դուք այս պայքարի կոնտեքստում ջուր եք լցնում իշխանության ջրաղացին։ Պետրոս, դու կարող ես քեժես արա։ Այդ ինչեր ես խոսում։ Արա քեզ այդ մարդիկ փեշով փող են տալի, որ դու իրանց քարոզչությունը անես, իրանց օգտին մի բան անես, դու նստել ես դե դրանց մեղադրում ես հանցագործության մեջ։ Այսինքն ո՞նց թե իշխանությունը դուրս է եկել եկեղեցու դեմ պայքարի։ Արա եկեղեցին իշխանությունից առանձնացված է մեր երկրում։ Իշխանությունը եթե դուրս է եկել եկեղեցու դեմ պայքարի նշանակման միջամտումը դրա գործը։ Այդ մենք գիտենք։ Արա դու եկել ես էդի Հմեկով նստած այդ խոստով անում ես, ասում ես, հետն էլ ասում ես, որ դուք ջուր եք լցնում իշխանության ջրաղացին։ Դες մեր ժողովրդական ասացված կա, չէ՞, ասում եմ, մեկան մեզն էլ ջրաղացին օգուտ է։ Հիմա էդի Դանիել Իոնիսյանի մասնակցությունն է այդ պայքարին, հա, էդի քո գեղարվեստական նկարագրությունն է։ Գիտեք, այս ինչի ջրաղացին ջուր լցնել են, ինչի ջրաղացին լուծել, օ ես այդ այնքան եմ լսել։ Մենք իրանց խնդիրը մեր հետ այս հաղորդումը չի։ Իրականում թքրայ դատավարական օրենսգիրքը նայում ես մեծ հաշվով դատախազությունը ինքն էր պարտավոր նայել ձեր եթերը Քրեակատարողականը գիտես ինչի մասն է Պետրոս, դա լրիվ արդեն բան նստածների մասին է։ Ասում եմ, դատախազությունը ինքն էր պարտավորն է, բայց չեն նայում դատախազությունը հմեկը։ Արձանագրություն կազմեր, որ եթերում ասվել է մի բան, որը տենց հանցագործության տարերա պարունակում, դրա հիման վրա այս process-ները սկսեին։ Իմացա Պետրոս։ Ուրեմն այս երկրում մի 20000-ից ավել ոստիկան կա։ Մի 1000 քանի 100 հաստատ կլինի մինչև 2000 դատախազության աշխատող կլինի։ Քննչական կոմիտեին ընդ քննչական առանձին հակակոռուպցիոն առանձին հարկային մի գեսի միշքան քննիչներ ընդ Արա դրանցից ոչ մեկը փաստորեն հմեկ չի նայում Պետրոս նկատել ես։ Սա նստել են այս անտիֆեյքի վրա։ Օրինակ ասենք այն Արտյոմը Սերոփյան նստած իմնեմնի առավոտի ցիրիկուն ցերեկները քնում որ քշեները նայի։ Ոչ մի հաղորդում բաց չի թող նստում է բանը գրում է։ Ասենք այս բանը քո հաղորդումները չեն լսում։ Սպասում են ասում են դե լավ, թող մնա Ղազարյան versus Ղազարյանով կնային։ Արա չեն նայում այդ քո հաղորդ։ Այդքան է քեզ փող են տալի, քո հաղորդումները ոչ մի չի նայում։ Մենակ Դանիել Լեոնիսյանն է նայում։ Էնել ինչի համար, որ որպես մկան մեզ օգտակար լինի ջրաղացին։ Իսկ իրականում եթե ամեն ինչ նորմալ աշխատեր, մեր հաղորդման կարիքն էլ չէր ելնելու, դա իրավապահները ինքնուրույն դա պիտի անեին։ Այստեղ խնդիրը այն է, որ իրանք ոչ մի ձև չեն համակերպվում, որ կան իրանցից անկախ սուբյեկտներ, որոնք առհասարակ անկախ են։ Այսինքն իրանք որևիցե պարագայում չեն ընդունում, որ կարա լինի անկախ քաղաքասարակություն, որ կարա լինի անկախ, չգիտեմ, անկախ դատական համակարգ։ Մի րոպե, անկախ հլմատ հերթով գանք էլի։
Անկախ հասարակություն հետի դու ես, ինչ կապ ունես դու հասարակության հետ, անկախ հիմա մատ ասեմ, որ դու իր անկախությունը զգաս Պետրոս։ Հանրային խորհրդի անդամ, ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո կառավարության որպես ներկայացուցիչ հանրային խորհրդում, հիմա էլ եմ։ Կառավարության փողերով Արցախում 2019 եւ 2020 թվականներին իրականացրել է դիտորդական առաքելություն, հետո հարցել է, որ այդ Արցախը, որտեղ ինքը դիտորդ է եղել, դա Ադրբեջանը։ Ուրեմն կառավարության գրեթե բոլոր հանձնաժողովների անդամ, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, համ 2019 թվին, համ 2021 թվականին, ոստիկանության այն պարեկային ծառայությունում մրցութային հանձնաժողովի անդամ, դանելն է որոշում, ով էս երկրում պիտի պարեկ լինի, ով պիտի չլինի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության հանձնաժողովի, այտենց հանձնաժողով չկա, անկախ հասարակություն, թե հասարակության հետ ինչ կապ ունի, իր կազմակերպությունը իրանից բացի ելով է անդամ, ով է անդամա վճարե, քանի դրամա վճարե, ինքը անկախն է։ Իսկ անկախ դատական համակարգի գիտես որն է պետք։ Անկախ դատական համակարգն է, որ դատական համակարգի գործունեությունը կազմակերպող ԲԴԽ-ի նախագահը վարչապետի կողմից WhatsApp-ով հաղորդագրություն է ստանում, հետո հրաժարական է տալի, հրաժարականից հետո նշանակվում է վարչապետի աշխատակազմի աշխատակից։ Իսկ դրանից հետո ԲԴԽ-ի նախագահ ընտրված մարդը այդում է գերազանցիկի նման նստում է կառավարությունում խորհրդակցությունների, որ վարչապետը իրան հանձնարարություններ տա մասնակցի խորհրդակցություններին։ Էդի կոչվում է անկախ դատական համակարգ, որը արտացոլվում է իհարկե դատարանի արդար որոշումներով։ Դրան մենք ականատեսել ենք օրինակ Իրադանոսի հիման վրա Արագածոդի թեմի առաջնորդի կալանավորման արդար որոշումը, դա արդար դատական համակարգի դրսևորումներից է։ Իմացար։ Իրանց համար այդ ամեն ինչը շատ խորհուրդ է, արժեքային առումով խորհուրդ է։ Որտեվ մենք ինչ ենք տեսնում, մենք օրինակ Թաթոյանի հայտարարությունը, հա, Թաթոյանի հայտարարությունը ուղիղ նրա մասին էր, որ չպետք է լինեն հասարակական կազմակերպություններ, որոնք հերոստատեսությամբ տեսնում են, որ խոսվում է ընտրական հանցագործության մասին, եւ դրա մասին դատախազության ուշադրությունն են գրավում, ասում են հարգելի դատախազություն, այստեղ հերոստատեսության prime time-ի եթերում ընտրական հանցագործության մասին է խոսում, հələ գնա քննի։ Այդ տղա ջան, դու Թաթոյանի հետ ինչ գործ ունես, Թաթոյանի ասածները հասկանալու համար դու Թաթոյանի գիտելիքների գոնե մի չնչի մասը պիտի ունենաս։ Թաթոյանի դու այն ինչ որ դու ընդհանրապես գիտես, այդքանը Թաթոյանը մենակ օրական մոռանում է։ Դու հիմա ո՞նց ես նստել Թաթոյանի, դու հասկանում ես դու ով ես, Էմյուսնովա։ Դու արա գիտես ումից կարա, դու Սաքունցից կարաս խոսաս, դու այն Վլադիմիր Վարդանյանից կարաս խոսաս, Արուսյակ Ջուլայ, դու բանից կարաս խոսաս, Միպից կարաս խոսաս, դու քո կատեգորիայից կարաս խոսաս։ Թաթոյանի դու ինչ գործ ունես, այ բախտավար, դու դրա ասածները ո՞նց կարաս հասկանաս։ Կներեք, Արման Թաթոյանը ինքն էլ հո շատ լավ պետք է որ պատկերացներ, որ քաղաքասարակության դերը նաև դրա շուրջը։ Կարող է երբ որ ինքը ՀՀԿ-ի ժամանակ քաղաքական պաշտոններ զբաղեցնում արդարադատության փոխնախարարի, իրանք այլ տեսակի քաղաքասարակություն էին խրախուսում ամեն ձև, ոչ թե։ Մի րոպե, ՀՀԿ-ի ժամանակ երբ որ Արման Թաթոյանը փոխնախարարի պաշտոն էր զբաղում, հիմնադրվել է քո ղեկավարած իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը 2014 թվականին։ Բայց այն ժամանակ, որ այլ կերպ են պատկերացնում, այդ կազմակերպությունը ո՞նց է հիմնադրվել, գործունեություն ծավալել, որ գա հասնի իր երանելի ադրբեջանա-թուրքական հեղափոխությանը, մինչև այդ հսկայական ֆինանսական միջոցներ դրսից ստանալով։ Այդ ոնց որ այդ նույն ժամանակաշրջանում է, չի եղել։ Տեսեք, ողջ ընդդիմադիր դաշտը ձեզ քննադատեց։ Ողջ, առանց բացառության, որ դուք գործ եք տվել մեր եկեղեցու, մեր ինքնության, մեր հայ մնալու տեսակի վերջին, այսպես ասած, բաստիոնի դեմ։ Դե ոչինչ, 23 թվականի սեպտեմբերին էլ մեզ իշխանական դաշտներ քննադատում, երբ որ մենք Երևանի ընտրություններում իշխանությունների կատարած որոշ ԿՊ-ի կատարած որոշ խախտումների մասին ենք խոսում։ Մենք ինչ որ առումով մենք սովոր ենք, որ տենց Իսկ այդ 2023 թվականին որ ԿՊ-ի խախտումների մասին խոսել եք, զանգվածային բնույթ որ կերել են այդ խախտումը, մի հոգի ձերբակալվել է, հա?
մի հոգի կալանավ։ Դենց ԱԱՑ-ականները գնացել են ասենց խուզարկություններ անեն ՔՊ-ի գրասենյակներում, բենզինի չեկեր, փողեր, մողերը տենց հանեն, նկարեն, բան ցույց տան, ձերբակալեն մեկին տանեն։ Մի հատ տենց եղել է, բայց չէ, բայց ձեր գրած հաղորդումը 2021 թվականին անտեր հարամի ինչ որ մի հատ հանրավակի մասնակցել չմասնակցելու համար ԱԱՑ-ն ամբողջ արագածոտնի թեմը ձերբակալել է։ Շատ համադրելի օրինակ դերեն էլի Պետրոս, հասկացար։ Դու տեսփաները շուտ ես հասկանում։ Բայց Պարոն Էշան, չէ, տեսեք ինչն է հարցը։ Նրանք ասում են լավ, չէ՞ որ պետքա նժարի վրա դնել։ Երբ որ դուք եկեղեցու մասին sense հայտարարություն եք տալիս, շատ լավ պատկերացնելով դրա հետևանքները, որքան որ կա իշխանություն եկեղեցի մեղմ ասած հակամարտություն, սա իրավական հետևանքներ կունենա, կգան, կբռնեն, ինչ որ մենք տեսանք 8 հոգի տարան, մի քանի հոգի կալանալով են, եւ դա եկեղեցին կհեղինակազրկի։ Եվ մի րոպե, այ դուք դրանով պետք է հասկանայիք, որ ավելի լավ է գուցե ստեղել լռել, բայց մեր եկեղեցին չհեղինակազրկել, քանի որ եկեղեցին հեղինակազրկելով դուք հեղինակազրկում եք մեր պատմությունը, ինքնությունը, չգիտեմ, կրոնը, քրիստոնեությունը, հայոց լեզուն, Մեսրոպ Մաշտոցին եւ էլի տենց լիքը արժեքներ։ Չէ՞ որ դուք պետք է ծանր թեթև անեք։ Մեր անկախության հիմնական բաղադրիչներից մեկը հենց այն է, որ մեր համար տարբերություն չկա ով է։ Կարևորը իրանց անկախ լինելն է, Պետրոս, իր անկախ լինելը գիտես ինչով է արտել։ Քանի որ ինքը Հայաստանի քաղ հասարակության ներկայացուցիչ է, հասարակական կա։ Ուրեմն Հայաստանի հասարակությունն է աջակցում իրան, դրանով իր անկախությունն է։ Հիմա ուշադիր լսի։ 2022 թվականի իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ֆինանսավորում ըստ իրանց կայքի։ Ազատության տուն, Վաշինգտոն, $70,087, Միջազգային հանրապետական ինստիտուտ, Վաշինգտոն, $3,982, Ժողովրդավարության ազգային հիմնադրամ, Վաշինգտոն, $191,750, Բաց հասարակության հիմնադրամներ, Սորոսնա, $111,206, մի հատ էլ նույն հիմնադրամը 11,604, պակասել է, էլի մի 10% ավել է։ Օքսիջեն հիմնադրամ, Երևան, 6,547, Օքսիջեն, լրիվ ուրիշ այլ կազմակերպություններից է ֆինանսավորում, ոչ մի հայկական չկա։ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոն 20,340, Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն $32,241։ Անկախ ոչ մեկին չենթարկվող քաղ հասարակություն։ Էդ էլ մենակ ասել եմ 22 թիվը։ 21 թիվն ուզում ես ասեմ, թե ընդհանուրն ասեմ։ $518,774 տարեկան, այլ գրեթե նույն աղբյուրներից։ Այս մի անգամ ԱՄՆ դեսպանատունը անցած անգամ 32,000 տվեց, այս մի անգամ 11,000 ավել, 43,850։ Ու սենց ամեն տարի հիմնադրման օրվանից անկախ քաղաքացիական հասարակություն։ Բա Պետրոս, հասկանում ես, չէ՞ ինչ է կատարում է երկրում։ Դուք տեսաք ինչ էին եկեղեցուց վերցրել գումարներ, ընդ որում հետաքրքիր ինչ վալյուտա ասես կար։ Նաև անձնագրեր, նաև ինչպեսի տպավորություն դա թողեց։ Քեզ կադետան եմ։ Պետրոս, ասենք հիմա պատկերացրու, որ գան ձեր տունը խուզարկեն։ Ինչ կգտնեն, ասենք ձեր տուն անձնագիր չկա, կարան չէ անձնագրեր գտնեմ։ Վալյուտա չկա։ Լսի մենակ քո կնգած գույքի եկամուտների հայտարարագրով, որ կան ձեր տունը ստորագրեն, այն ինչ որ հայտարարագրում գրած է, որ ձեր տնից հայտնաբերեն, ուրեմն կհայտնաբերեն։ Սեփականության վկայական անհատական բնակելի տան, որը ձեռք եք բերել 22 թվականի մարտի 11-ին։ Մի հատ էլ բնակարանի սեփականության վկայական, որը ձեռք եք բերել դրանից 2 օր առաջ, այսինքն մի հատ ամսի մարտի 9-ին եք տուն առել դուք մարդու կնիկ։ Մի հատ մարտի 11-ին 2 օրվա մեջ Դանիել ջան 2 տուն։ Ուզում ես մի հատ մոտդ գրի այդ կոռուպցիայի հանձնաժողովին մի հատ դարի դանոց գրի, թե սրանց այսքան փող որդուց, որ մարդու կնիկ 2 օրվա մեջ 2 տուն են առնում։ Մարդկա 2 օրվա մեջ 2 հաց չի կարում առնի այս երկրում։ Այդ մի հատ էլ ձեռք կբերեն այն 2011 թվականի բնակարանի վկայական, այն որ 11 թվին եք առել ու կնիկը առել, որովհետև դու կենտրոն հեռուստաընկերությունում էիր, բայց փող չունեիր որ առնեիր։ Կնիկը թե փող որդից որ առել է, այդ էլ պարզ չի։
Ձեր ընդից կարգրավեն մենակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից քո աշխատավարձը 16 միլիոն 675 հազար մի հատ 28 միլիոն 44 հազար մի հատ նոր գովազդային գործակալություն է նորն է ոնց որ այդ հմեկի շենքն է 184 հազար պատկերացնում ես այդ փողերը ընդ գնաց ինչքան 20 16 միլիոնը 28 միլիոն են հələ մի հատ սարքի դոլար ռուսական եվրո փռի սեղանին պետրոս ի սեղան այդ սավտանը մի տուն կլսվի այդ փողը Հոնդայի բանալիներն ու փաստաթղթերը որ առել եք 2000 այն նույն տարին Դանիել ջան որ սրանք երկու տուն են առել երկու օրվա մեջ նոյեմբերի 24-ին էլ մի հատ Հոնդային առել հենց 2022 թվականի արտադրության Այն Արտակ Անդրեասյանի ստացված փոխառությունը բերեն 30 միլիոն դրամ, հələ մի հատ 30 միլիոն դրամը Դանիել ջան պատկերացրու 20000 դրամանոցներով ասեն շարածա 30 միլիոնը, տես քանի հատ անելու, պաշկեկով Այս էլ մենակ Պետրոսես տնին Կնգա աշխատավարձը 21 միլիոն 451 այն իրային 28 միլիոնից բացի 16 միլիոնից բացի ապեր Մի հատ էլ 21 միլիոն կնգա աշխատավարձն է Ուրեմն 21 որ ասում բենզին 21 միլիոն դրամը պետրոս անմա 4 տոննա 200 լիտր բենզին 4 տոննա 200 լիտր բենզինը 20 լիտրանոց չեկերով Դանիել ջան 210 հատա մի կալոտ փողը որ ասենք մի 100 հատա մեջել նո երկու կալոտ փողի չափ բենզինի չեք մենակ ոնց կմեկնաբանես Դանիել ջան հələ մատ Ընքո արդար անկախ քախ հասարակությամբ դանոսով Գիտեք ինձ այդտեղ իրականում երկու բան մի քիչ զարմացրեց այդ արծաթը գումարները բան չգիտեմ ինչ բացատրություն կտան չեն տա չգիտեմ արծաթը բան էլի Պետրոս հուշա մեդալ այսինքն Սրբազանի ռեզիդենցիայից իր կեցավայրից հանել են հուշա մեդալներ Սուվենիրներ Չգիտի ոնց մեկնաբանի Բայց ինձ երկու բան զարմացրեց Երկու բան մի րոպե գրում եմ երկու բան առաջինը Դիվանագիտական անձնագիրը եւ Որը դիվանագիրը Երկրորդը տարբեր կազմակերպությունների անուններով դուրս գրված բենզինի չեկերը Բենզինի չեք հիմա առանձին դավայ գնացինք դիվանագիտական անձնագրեր ասա ինչն անհանգստացնում Դիվանագիտական անձնագիրը զարմացրեց որտեղ դիվանագիտական անձնագիր պետքա տրվի պաշտոնյաներին դիվանագետներին որոնք որ Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացում են թեմի առաջնորդը դիվանագիտական անձնագրի հետ ինչ կապ ունի իմ համար մի քիչ հարցը այստեղ հարցեր են առաջանում Դե հիմա որպեսի հարցեր չառաջանա այդ քո գիտելիքների նվազ լինելու պայմաններում ինչը գրական հայերենում անվանում են տգիտություն ասեմ քեզ որ դիվանագիտական ծառայության մասին օրենքով դիվանագիտական անձնագիր վարչապետի հանձնարարությամբ կարող է տրամադրվել նաև ոչ միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց որոնց ցանկը սահմանված օրենքով այլև այլ անձանց Եվ ժամանակին մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը հանրապետության նախագահի հանձնարարությամբ դիվանագիտական անձնագիր տրվել է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր թեմերի առաջնորդներին եւ դա տրվել է ոչ թե որ իրանք դիվանագիտական անձնագիրը դա դիվանագիտական փաստաթուղթ չի ստեյության դա ընդհանրապես ճամփորդական փաստաթուղթ է ոնց որ աշխարհի մնացած բոլոր անձնագրերը ուղղակի կարող է շատ երկրներում դիվանագիտական անձնագիր ունեցողը վիզայից ազատված է օրինակ ոնց որ Շենգենը դա Հավատարմագրման փաստաթուղթ չի դիվանագիտական ճամփորդական փաստ Իր նախագահան թեմերի առաջնորդներին ասել է տվեք դիվանագիտական անձնագրեր որ այդ մարդիկ անհրաժեշտություն ունի մի եկեղեցու մի արարողության մի խաչքարի բացում առանց վիզայի կարողանան հիմա ձեր իշխանության օրոք այդ մարդկանց այդ անձնագրերը չեն տալի անձնագիրը մնացել է թեմի առաջնորդի մոտ ժամկետ նայել է ժամկետ ուժի մեջ է Ժամկետանց փաստաթուղթը որպես սուվենիր մնացել է դարակում ոչ միտեղ այլևս թեմի առաջնորդը դա չի կարող օգտագործել Հասկացար հիմա թե չհասկացար Կելա համեմ Անցի բենզինը Իսկ բենզինի չեկերի մասով Երկը չեմ ուզում ոչ մեկի անմեղության կանխավարկածը Մինչև հիմա կարելի էր անմեղության կանխավարկած ասել որ ընտրական խախտումներ ա եղել կարացել է Այդ բենզինով չի կարող անմեղության կանխավարկած ասի Ինչու վարկած կային ամենայնիվ էլի քորս ասում քնչական ասենց իրավական մտածողությամբ դա հələ
երկնի։ Սովորաբար դա sense մեխանիզմ գոյություն ունի ընդունված կազմակերպությունները, որպեսզի ծախս ցույց տան եւ հարկերից խուսափեն, բենզինի չեկեր են առնում եւ այդ բենզինի չեկերը կանխիկով վաճառում են։ Դուք տենց եք անում։ Իրազեկ քաղաքացիների միավորում տենց պրակտիկա կա, որ դուք ծախսերը, որովհետև դոնորներին որպեսի ծախս ցույց տա, կարող է մեծ եկեղեցին ում պիտի ծախս ցույց տան, չի պիտի ծախս ցույց տա, իրանք տես խնդիր չունեն։ Պետրոս ուղղակի մեր դանչոն, դանոշիկոն չոն, ինքը տեղյակ չի եղել, որ 2022 թվականից ուժի մեջ համատե անկանխիկ գործառնությունների մասին օրենքը, դե գիտես, Նիկոն բանկերի հետ են բանան, որ բանկերի շահույնն, գիտես, խոսել ենք են։ Ու 300,000 դրամից ավել ցանկացած ծախս պիտի արվի փոխանցումով։ Այսինքն չես կարա գնաս բենզինի չեկը կանխիկով առնես։ Դե հսկայական թեմա, բազմաթիվ հոգևոր, օրինակ այդ Անտեր Հարամին Դանչո ջան, բանը եկեղեցին մի հատ ջիպ աննվիր է, Nissan։ Հիմա այդ ջիպը որպեսի շարժվի, ոնց որ օրինակ դու Volvo ունես, չէ՞։ Քո Volvo-ն որպեսի շարժվի, պիտի մեջը բենզին լցնես, չէ՞։ Հիմա դու կարող ես բենզինի համար փողը դուս ես գնում կանխիկով հիմա ծախսում ես, բայց ի վերջո պիտի բենզինը լցնես, Հիմա այդ թեմի հոգևորականների մեքենաները որպեսի շարժվեն, դրանց մեջ պիտի բենզին լցնեն։ Քանի որ այդ բենզինի չեկերը կանխիկ գումարով չեն կարող առնեն, որովհետև գիտես, այդ օրենքը բան։ Հիմա 300,000 դրամից ավել փողը փոխանցում են, որ փողը փոխանցում ես, այդ բենզին վաճառողը ոչ թե քեզ կանեստրով բենզինը տալի, չեք տալի, որ դու որ կալոնկայից ուզես լցնես։ 300,000 դրամին անում է 600 լիտր ընդամենը, էնդել նկարների մեջ նայում ես, հենց այդ կանեսիկը մի ամսվա, մի ավտոյի համար պետական մարմինները օրը 10 լիտր բենզին են դուրս գրում։ 10 լիտրը ասենք 30, ինչ հայտնագործություն հայտնաբերվել է, Պետրոս քո ավտոն էլեկտրական է, թե բենզինով է։ Այդ վերջինը ոնց որ Ford էր, չէ՞, Mustang-եր ինչ էր։ Դա բենզինով է։ Honda-ն ինչ է։ 2022 թիվ, դա կարող է բան լինի։ Բենզինով։ Դա օթով է աշխատում, թե բենզին եք լցում։ Բենզինը ո՞ն է, կրթության նախարարության չեն գերին, հա, թե լա։ Եկա մարդ է սարա։ Կանխիկով վաճառում են եւ այդպես հասույթ են ունենում, բայց այդ հասույթը հարկերից խուսափում է։ Քննչական կոմիտեն ասում է տարբեր կազմակերպությունների անուններով դուրս գրված բենզին չեկեր էր։ Տարբեր բաներ է, դե Պետրոս դե CPS առանձին է, ֆլեշն առանձին է, որտեղ ասենք մի տեղ կդրա կալոնկեն է, մարզա, հիմա ամեն տեղ չի որ ֆլեշի կալոնկա կա, չէ, կարող է մի քանի տեղ է CPS-ը։ Տարբեր կազմակերպությունների անուններով դուրս գրած բենզինի չի, CPS առանձին, ֆլեշ առանձին, երևի բան չի էլ է մեջը։ Այն գրզոյինը որ մեկն է, կարող է դրանցից չել է դրա համար են բռնե։ Արա ինձ թվում է դա պատճառը Պետրոս։ Ինձ թվում է գրզոյի կալոնկաներից չեք չեղե դրա համար է բռնել են։ Ինչ գործ ունեն բենզինի չեկերը առաջնորդարանում եւ արդյոք այդտեղ կա հարկերից խուսափելու սխեմա, ես կդժվարանամ ասել, բայց չգիտեմ, այդ մասով էլ։ Այ եկեղեցին թող մեր դա բացատրի։ Եկեղեցին օրինակ պիտի բացատրի Պետրոս ջան։ Բենզին եպն է։ Օրինակ եկեղեցին դու մինչև հիմա եկա 51 տարեկան մարդ ես։ Մի անգամ եկեղեցուց դու բացատրություն լսել ես հոգևորականների ավտոյի կալոտկաները եպ են փոխում։ Դու լսել ես դες բաց, ես չեմ լսել։ Դու մի անգամ լսել ես, թե ասենք օրինակ Արագածոտնի թեմի հոգևորականների սպասարկող մեքենայի յուղը եպ են փոխում։ Լսել ես դες բացատրություն։ Օրինակ Մայրաթորից բացատրություն լսել ես դրա մասին։ Կամ ասենք գալիս է հասնում է ձմեռային սեզոն։ Օրինակ դու տեղյակ ես։ Արագածոտնն էլ չեմ ասում։ Սյունիքը, Վայոզորը, Պագրիշկը եպ են փոխում։ Ձմեռային սեզոնի Պագրիշկա։ Մայր աթոռից դու մինչև հիմա բացատրություն լսել ես, թե եկեղեցին ավտոյի Պագրիշկաները եպա փոխում։ Չեք լսել։ Ստվերում են գործում։ Բայց կարող է սեսիզոն Պագրիշկայով աղբեր ջան։ Հիմա էլ էլ արգելված է, կարող է կապրոնով դրանց ձմեռը քշում են։ Կարող է։ Բացատրություններ չկա։ Դա համար պիտի լինեն անկախ քաղ հասարակության դանոշչիկներ, որոնք կարողանան այդ ամեն ինչը բաց։ Հիմա ասում եմ մենք ասում ենք գնացեք ստուգեք աղբեր, գնացեք ստուգեք, զիմնի թե զիմնի չի։ Ինքը ընդամենը մի տեղից լսել է, որ Պագրիշկը զիմնի չի։ Պիտի դա ստուգեն։ Պիտի ամեն ինչը պարզ լինի։
Հավատավոր ժողովրդի համար, այսինքն ես եկեղեցի եմ ետում, այ ախպեր, պատարակի մասնակցում եմ, քահանան պատարակում, այսինքն չգիտեմ իր ավտո յուղ փոխած է, թե փոխած չի։ Բայց ներքին անհանգստություն ունես։ Այսպես ավելակ չէ թե չէ, կարող է 2000 կիլոմետր ավելակ չէ, յուղը չի փոխե։ Իսկ մայրաթորը ոչ մի բացատրություն չի տվե։ Շատ կարևոր է քո գործը, Դանիել ջան, այս հասարակության մեջ քո գործը շատ կարևոր է։ Պրոստը մի հատ իշխանափոխություն որելի, քեզ կդնեն քո իսկական գործին։ Դու էլ լավ կզգաս դրանից։ Ես հիշեցի, որ ես երբ ծառայում էի արդեն ծառայության ավարտներ, հիմա անունները չեմ տալու, ինչ, այնտեղ երկու փոլով ընտրություն էր, երկու փուլ եղավ։ Առաջի փուլում եկան ասին ուզում եք ընտրեք։ Ընտրեցինք։ Երկրորդ փուլում ասին եթե ուզում եք զորացրվեք, պետք է ընտրեք ես մարդուն։ Բանակում։ Քոչարյան։ Չէ, չգիտեմ ով է։ Ոչ չգիտես, բան երկու փուլով նախագահ ընտրություն մենակ եղել ընդհանրապես երկրում ընտրվել է, երբ որ նախագահի մի տեխնացուն եղել է Քոչարյանը, ով որ հետո ընտրվել է նախագահ։ Մի անգամ երկու փուլով Կարեն Դեմիրճյանին հաղթել, մի անգամ երկու փուլով Ստեփան Դեմիրճյան։ Ինչի՞ չէ, բայց քո տարիքն է որ գումարում ենք ծառայության ժամկետը, գալի գախնի բան։ Դանիել ջան, ուրեմն լսի։ Ընտրական գործընթացին ժողովրդավարական զարգացումներին խոչընդոտի փաստ։ Գրի վաղը հաղորդումը կտած դատախազություն, դա մի հատ պարզենք, թե երկրորդ առաջ փուլ նորմալ է։ Առաջի փուլի հետ կապված ոչ մի խնդիր չի։ Երկրորդ փուլում ով է ճնշե այս մեր խեղճ ճնշվածին, որ ասել են, եթե չընտրես Քոչարյանին, սա կյանքդ կմնաս զինվորական, չես զորացման, մինչև չընտրեք, չեք զորացել։ Այսինքն զինվորականը ժամկետը ավարտվել է զինծառայության, բայց չեն ուղարկի։ Հիմա Պետրոսը, եթե Քոչարյանին ընտրած չլեր, Դանիել ջան, հիմա այս պահին պրապորշիկ էր, մինչև հիմա ճաշարանում ինչ կար կերել էր, բա այսպես մնացել էր որպես հաստատ գլուխ զինվորական, բայց լավա խելքը ֆայմել է ժամանակին ընտրել է, ասում դու Քոչարյանին ես ընտրել, դու ճիշտ բանել ես արի քո կյանքում, Քոչարյանին ընտրել է, զորացրվել է, եկել է, դառել է ամենայն հայոց Պետրոս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մեր հյուրը Դարի մատնիչ Դանիել Յոնեսյանն էր, սազում էլ է։ Շատ ասազում։ Կհանդիպենք տեսություն։ Մեր հյուրը Դարի մատնիչն էր եւ հյուրընկալը Դարի Սադրիչ։ Շնորհակալություն։